Weekend-ի կարևոր իրադարձությունները սպորտ կոմեդիում են, եկեք քրքրենք դրանք։ Հարի Քեյնի տիտղոսը ծնվեց, Անտոնին կրկին փրկում է Բետիսին, Կարեն Նալբանդյանը շքեղ գոլ է խփում, Լուկաս Պակետան լաց է լինում, Կիլիան Մբապեն հերոսանում է։ Դե ինչ տեղի ունեցավ վերջին տարիների երևի թե ամենասպասելի իրադարձություններից մեկը՝ Հարի Քեյնի տիտղոսը ծնվեց։ Ես ուրիշ ձև չեմ կարող այս երևույթը բացատրել, որովհետև այն այնքան սպասված էր ամեն տարի ու անընդհատ չէր ստացվում, բեղմնավորումը չէր լինում, բայց այս տարի ստացվեց, եղավ այդ պահը եւ նա ստորի արեց։ Բավարիան իր խաղը շաբաթ օրը ավարտել էր 3-3 հաշվով եւ երբ հաղթում էին, Քեյնը այսպիսի տեսք ուներ, իսկ վերջին րոպեներին, երբ արդեն հաշիվը 3-3 էր, Լայպցիգը հավասարացրել էր, նրա դեմքից այո, բայց արդեն կիրակի օրը Բայերը իր խաղը 2-2 ավարտեց եւ այդպիսով Բավարիան դարձավ արդեն անհասանելի ու կայֆերը սկսեցի։ Խնջույքի միայն սկիզբն է, ասում են վերջում արդեն սկսել են թաթուլ երգել, ակապել։ Անտոնին շարունակում է մռմռացնել Մանչեսթեր Յունայթեդին, այո, որովհետև այս տղան իր փառահեղ խաղով ուղղակի մեծ բարիքներ է բերում Բետիսի համար։ Էսպանյոլի հետ խաղում հաշիվը 1-1 էր եւ ավելացված ժամանակին նա այնպիսի գոլ է խփում, որ չգիտեմ, To his left foot, let's fly! Բարերով բացատրելու չի, ու այդ գոլը ոչ միայն հաղթանակ էր, այլ Բետիսին շատ ավելի մոտեցնում է Չեմպիոնների լիգայի գոտուն եւ պայքարն այնտեղ ավելի է սրվում։ Ես կարծում եմ, որ Օլդ Տրաֆորդի մոտից Անտոնիի արձանը պետք է տեղափոխել Բենիտո Վելյամարին։ Ինչ Օլդ Տրաֆորդում չկա արձան։ Դա նրանց խնդիրն է, որովհետև հիմա Բետիսը ոչ թե ստադիոն, այլ մի ամբողջ քաղաք նրա անունով կվերանվանի։ Հայաստանի Պրեմիեր լիգայում կրկին գարուն է։ Չնայած չեմպիոնական պայքարն այնքան սրված չէ, ոնց որ նախորդ տարիներում, բայց օրինակ պայքարը սրված է Վանի եւ Նոայի միջև, որոնք կրկին հանդիպեցին այս անգամ առաջնության շրջանակում։ Կրկին եղավ բախում, ծեծկրտուկ, որի համար խաղը բավականին երկար ժամանակ դադարեց, բայց այդ ամենը խամրեցնում է Կարեն Նալբանդյանի այս գոլը, որը պարզապես շքեղ էր։ Կարեն Նալբանդյան, արվածում է Նալբանդյանը, գոլ! Լուկաս Պակետան լաց էր լինում։ Provas suficientes por conta disso, né? Ele está sendo ali. Չու կմտածեք դուք, հնարավոր է մտածեք, թե խաղադրույք էր արել, որը չի աշխատել, չէ, կատակ եմ անում, պարզապես նա չդիմացավ, երբ քարտ էր ստանում ու հույզերն արտահայտեց, որովհետև նրա կարիերան հարցականի տակ է, նրան ցմահ որակազրկում է սպառնում պայմանավորված խաղերի մասնակից լինելու համար։ Մյուս կողմից էլ Վեսթ Հեմը անպայման խոստացել է նոր պայմանագիր առաջարկել, եթե մեղադրանքը դուրս գա, եւ նույն ժամանակ խաղացող է փնտրում բրազիլացի ֆուտբոլիստի փոխարեն։ Եվ վերջապես Կիլիան Մբապեի մասին, կարծես թե նրա կարիերայի սպիտակ գիծը նորից սկսվել է։ Սելտայի դեմ խաղում նա դուբլ գրանցեց, լավ խաղաց, բայց թե ինչ եղավ հետո, թող ինքը գա եւ անկեղծորեն պատմի մեր եթերում։ Սելտային, այդ չամուր թիմին 3-0 հաղթում էինք։ Արդան բացել էր հաշիվը, 2 հատ ես էի խփել, տենց 3-0 հով լրված էինք, մինչև որ հասավ 70-րդ րոպեն։ Խփեցին առաջինը, 5 րոպե էլ անցավ, երկրորդը խփեցին, արա քիչ էր մնում, երրորդը խփեին, այ տենց կատաղած վիճակով մտա հանդերձարան, արա ասում եմ տղեկ դուք գիտեք, որ խաղը 90 րոպե է, ոչ թե 70, ասում են հա, գիտենք, արա ասում եմ բա խի սենց եղավ, ասում են մենք գիտեինք խաղը 3-ից է։ Եթե ուզում ես, որ ես ու դու մեզ լավ զգանք, լայքի ես վիդեոն, որ YouTube-ում լավ զգացողների թիվը շատանա։